Մայիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգնա Մոսկվա մասնակցելու հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառումներին, թե ոչ, կառավարության ղեկավարի աշխատակազմը դեռ պաշտոնապես չի հայտարարել։ Հարցը, սակայն, ակտիվ քննարկվում է։ Արևմտյան հայացքներ ունեցող քաղաքական եւ հասարակական գործիչները կարծում են, չպետք է գնալ եւ մասնակցել, այդ կերպ ցույց տալով, որ Հայաստանը շարունակում է իր վրդովմունքը հայտնել այն վարքագծի համար, որը դրսևորել է Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության հարցում։ Ռուսական ուղղությունը գերադասողներն էլ պնդում են, որ Հայաստանն անպայման պետք է մասնակցի միջոցառումներին, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին նոր լիցք հաղորդելու, բացի այդ կերպ հարգելու նաև այն հայորդիների հիշատակը, որոնք մասնակցել են մեծ պատերազմին։ Հարցին ազգային ժողովում անդրադարձել էր նաև Ալեն Սիմոնյանը, վերջինս չէր բացառել այն, որ հնարավոր է վարչապետը չմեկնի Մոսկվա հաղթանակի շքերթին մասնակցելու։ Գիտեք ինչ, մի քիչ ճիշտ չի, որ ես ասեմ, հիմա կարող վարչապետը որոշի չգնալ վերջի րոպեին կամ գնալ, բայց այս պայդրությամբ ես կարծում եմ, որ ճիշտ է որոշել։ Չեմ կարող ասել, հնարավոր է COVID-ով հիվանդանա, հնարավոր է բոլորը COVID-ով հիվանդան, հենա տեսնում եք շատ երկրի ղեկավարներ հիվանդացան եւ չեն գնում, օրինակ Հնդկաստանի ղեկավարներ։ Սիմոնյանը սակայն կարծիք էր հայտնել, որ Հայաստանը պետք է մասնակցի այս հանդիպմանը, քանի որ 1945 թվականի հաղթանակի հարցում նաև մեր երկիրը դերակատարություն ունի։ Ըստ ազգային ժողովի խոսնակի նման այցերը նաև միջազգային գործընկերների հետ հանդիպումների հնարավորություն են։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Հայկական ժամանակի հետ զրույցում նկատում է, որոշումը ընդունելու է Հայաստանի վարչապետը, սակայն ինքը որպես փորձագետ մտավախություններ ունի այցի հետ կապված։ Վերջինս առանձնացնում է 4 հիմնական վտանգ, որի համար հայկական կողմը չպետք է ներկա լինի։ Հիշեցնենք Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրժենին Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկից առաջ արած հայտարարությունում ասել էր, Եվրամիության անդամ պետությունները թեկնածու պետություններին տվել են շատ հստակ հրահանգ չմասնակցել մայիսի 9-ի շքերթին, չկատարել նման ուղևորություններ, քանի որ դա չի համապատասխանի Եվրամիության արժեքներին։ Վերջին ժամանակներս դուք գիտեք, որ նաև Տրամպը սկսեց փոխել կարծիքն, հիմա ասում է, որ Ռուսաստանը խաղաղություն չի ուզում։ Այս երբ որ բոլոր այդ գործոնները հաշվում ես, հասկանում ես, որ այո, կարող ես գնալ մայիսի 9-ին Մոսկվա, բայց Արևմուտքը ու ոչ միայն Եվրամիությունը, նաև հիմա Տրամպի Միացյալ Նահանգները ցավոտ կընդունեն։ Երկրորդ գործոնը, որը շատ ակտուալացավ վերջին ժամանակներս անվտանգության հետ է կապված։ Բարի բուն իմաստով անվտանգության հետ, դուք գիտեք, այդ պատերազմը բերեց նրան, որ բավական էֆեկտիվ հիմա Ուկրաինան դրոններ օգտագործում է Ռուսաստանի դեմ, նաև Մոսկվայի օդը անընդհատ վտանգի տակ է։ Ուղղակի բարի բուն իմաստով երեք, օրինակ, Վնուկովո аэропորտը ընդհանրապես փակ է դրոնների վտանգի պատճառով։ Դες զուտ անվտանգային հարցներ կա։ Ու երրորդ գործոնը, որը ես համարում եմ նաև շատ լուրջ, դուք գիտեք, որ ադրբեջանցիք, նաև Ալիևը, նաև այլ պաշտոնյաները իրենց ելույթների ժամանակ հիմա շատ ակտիվ օգտագործում են, որ Ադրբեջանի ժողովուրդը ֆաշիզմի դեմ պայքարել է սովետական միությունում, ռուս ժողովրդի հետ միասին, ու վերջի 30 տարի իրանք հանդիպեցին հայկական ֆաշիզմի հետ, մեկ ասում են հայկական ֆաշիզմի հետ, մեկ ասում են տերորիստական խմբերի հետ, սեպարատիզմի հետ, միջազգային տերորիզմի հետ, ու 30 տարվա մեջ էֆեկտիվ պայքարել է, լուծել է այդ հարցը, ազատել է Ադրբեջանը այդ վտանգներից։ Կասկած ես չունեմ, որ Ալիևի ելույթում այս ձևի մտքեր կլինեն։ Հիմա գնալ այնտեղ բոյի մեջ մտնել Ալիևի հետ, չգիտեմ, իմաստունի թե ոչ։ Գրիգորյանը մատնանշում է նաև 4-րդ գործոնը, որի համար Հայաստանը չպետք է ներկա լինի Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին։ Ռազմական շքերթների ժամանակ, երբ որ տարբեր զորախմբեր անցնում են, դիկտորը ամբողջ Կարմիր հրապարակով ասում է, օրինակ, քաչ տանկիստներ անցնում են Կարմիր հրապարակ։ Հիմա Ադրբեջանի զինվորները անցնելուց ինչ պետք է դիկտորը ասի, այն Ադրբեջանի երիտասարդ զինվորները, որոնք ազատեցին Ադրբեջանը սեպարատիստներից, տերորիստներից։ Ու ես չեմ համարում տեղին, որ մեր վարչապետը այնտեղ այդ բային պետք է լինի։ Ուրիշ բան է, կարող է դիվանագիտական խողովակներով երաշխի տան Նիկոլ Փաշինյանի, որ այս տիպի Ադրբեջանի կողմից սադրանքներ չեն լինի, այդ ուրիշ բան է, վարչապետը ունի ավելի լայն ինֆորմացված է, ունի նաև տարբեր խողովակներով հասնող իրան ինֆորմացիա, եթե դա չլինի, միգուցե այդ դեպքում վախերը ավելի քիչ պետք է լինեն ու կարելի է գնալ։
Քաղաքագետն այն համոզմանն է, որ մայիսի 9-ին ներկա գտնվելով էլ, չգտնվելով էլ Հայաստանի համար ռիսկեր կան, միաժամանակ նկատելով, որ եթե հայկական կողմը չգնա, կնեղանա միայն Ռուսաստանը, իսկ գնալու դեպքում Եվրամիությունն ու նահանգները կվերանային Հայաստանի վերաբերյալ իրենց ունեցած կարծիքը։ Անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի նախագահ Սերգեյ Լավրովի եւ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան այցերին Գրիգորյանն ասում է. Համար այդ այցելություններն են, եթե նկատել եք մամուլը Ռուսաստանի շատ ակտիվացավ, այդ հիբրիդային ձևերը ազդելու մեր վրա ուժեղանում են, հիբրիդային հարձակումները Հայաստանի վրա սուտերը տարածել, անհաջողությունները Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված գցել Նիկոլ Փաշինյանի վրա, պատասխանատվությունը, որը ուներ Պուտինը գցել Նիկոլ Փաշինյանի վրա, իրան մեղադրել, այդ տենդենսը ես տեսնում եմ ու այդ այցելությունները ես շատ մեծ վտանգ եմ համարում, բացատրեմ ինչու։ Քանի որ նպատակը եւ Սերգեյ Լավրովի Մատվիենկոյի գալը մեկն է՝ խաբել հայ ժողովրդին, մոլորացնել, ասել, որ մենք մեղավոր չենք, մենք այդ տեսակ եկանք, ուզում ենք լեզու գտնել, մենք մեղավոր չենք, որ մեր հարաբերությունները հիմա սարեցված են։ Բայց հասարակ բան է, սարեցված են մեկ պատճառով, որ Ռուսաստանը չի կատարում իր դաշնակցի ֆունկցիան։ Ուղիղ հակառակը աջակցում է Ադրբեջանին, այլ ոչ թե իր դաշնակցություն, ֆորմալ դաշնակցություն Հայաստանին։ Ռուսաստանը ոչ պատերազմի ժամանակ կոնստրուկտիվ էր Ղարաբաղի դեմոկրատ, ոչ էլ օգնեց մեզ, երբ որ Ադրբեջանը մտավ մեր տարածք ու ավելին ձեզ ասեմ, Ռուսաստանը հիմա էլ բնդում է, որ այդ վիճելի տարածքները, որ Ռուսաստանը ի պաշտոնի ասում է Ջերմուկի մոտի տարածքները բոլորը վիճելի տարածքներ են։ Միտքս ինչու՞մ է։ Ուզում եմ ասել, որ ես այդ այցելություններից ոչ մի լավ բան չեմ զգում։ Ես չեմ տեսնում, որ Ռուսաստանի քաղաքականության մեջ բան փոխվել է, ասենք փոշմանել են, որ հանձնեցին Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը։ Զրուցակիցը շեշտում է, Հայաստանը պետք է բռնի բալանսավորված քաղաքականության ճանապարհը, որի մասին խոսել է նաև վարչապետը։ Ըստ նրա, հենց սա է, որը թույլ կտա Հայաստանին ապագայում խուսափել նման խոսակցություններից, արժե գնալ Մոսկվա, թե ոչ։ Գրիգորյանի խոսքով, անվտանգությունը պետք է զարգացնել նահանգների հետ, գնալ դեպի Եվրամիություն, իսկ մնացած այլ երկրների հետ բալանսավորել հարաբերությունները։